2018-ին էլ եք մտածում, որ վագրերն են զարթնելու բանը։ 2018-ին ես ոչ մեկ էլ չէի սպասում զարթնեին, որտեվ ես 2018 թվին ունեի մի պայքար այդ նախկին ռեժիմի դեմ էր։ Ես բազմիցս ասել եմ, նորից կկրկնեմ, Նիկոլի փոխարեն ելներ տաբուրետկա, ծելեպուզիկ, չգիտեմ ինչ-որ այն չալոշունը, ով էլ ելներ, իմ համար իմ ֆանտեզիան չէր ների ինչ պետք է լինի, որ ավելի բեթար լինի անկեղծ։ Ու ես չեմ սատարել ոչ մեկի երբեք, մինչև այսօր։ Իմ ելույթը ով կհիշի, ես հրապարակում ելույթ ունեցա ու դիմեցի միայն ոստիկաններին ու միայն մի կոչով, որ բախում չլինի, որ անկախ նրանից հեղափոխություն կլինի, չի լինի, պրոստը ոստիկան քաղաքացի բախում չլինի։ Իմ սաղ կոչը ուղղված էր միայն ոստիկաններին։ Ուզում եմ խոսքս ուղղեմ Հայաստանի ոստիկանությանը։ Ձեր արյունը այս ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների։ Ոստիկաններ, զենքով դուրս գալով ժողովրդի դեմ, դուբինկեքով կամ շթերով, դուք զենք եք բարձրացնում ձեր նույն արմատից աճած ճյուղի վրա։ Այսօր այդ վերագրում են բախի Նիկոլի կողքը կայանը, բախի հետը նկարվար։ Էհա, եթե հելնում եմ ես այդտեղից կոչ անեմ ոստիկանությանը, որ իմ ազգի հետ բախում չլինի։ Ոստիկանն էլ է իմ ազգն է, չի ուզբեկ են։ Նիկոլը հայտնվում է կողքս։ Էհա, կերպարն է այդ օրվա, ասենք, նկարվում ես, это ну и что։ Էդ էլ է ինչ-որ դեգրադացված, հետը նկարվել է, ուրեմն ստե մի բան կա, ասենք, ինչ կա։ Կարող է պուճուր ժամանակվա նկարներս քանդեմ, կանոջդ հետ էլ նկար գտնեմ, ինչ ես գտնելու այդ նկարի մեջ։ Հասկանում եք, սաս բաներ նկար է, այդ ընդհանրապես նկար է, պատմություն չի, դրվագ է, վարկյան է, չխկա մի հատ ու վсё, դրա տակ բան չկա։ Ես հիմա էլ, եթե եղավ հեղափոխություն, եղավ ինչ, եթե զգամ պետք է ոստիկանությունը կռիվ տա ազգի հետ խփոցի լինի, բնական չի, եթերով էլ տնից էլ կգոռամ, տո բեմի վրա էլ կհելնեմ։ Ես այդ բեմին չէի կանգնի, եթե իմանայի իմ տնից գոռամ կլսեմ։ Գնացել եմ այնտեղ, որ լսելի լինի ձենս, ինչ կա դրա մեջ։